Մինչև մեր մայրաքաղաք կժամանեն եվրոպացի պաշտոնյաները աշխարհամասի քաղաքական գագաթնաժողովին մասնակցելու համար, Բաքվի բանտերում ապօրինաբար կալանված հայերի ազատազրկման խնդրանքով հայաստանյան ավելի քան 30 իրավապաշտպան կազմակերպությունների նամակ է հասնում Եվրոպա, Բրյուսել։ Քաղաքասարակությունը Եվրոպական հանձնաժողովի եւ համանուն խորհրդի նախագահներին է կոչանում աջակցել Ադրբեջանում պահվող գերիների հայրենադարձմանը։ Նման աջակցությունը դառնում է ավելի հրատապ, հաշվի առնելով Ադրբեջանի պաշտոնյաների խորապես անհանգստացնող հայտարարությունները, որոնք ցույց են տալիս, որ Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներին վերադարձնելու մտադրություն նրանք չունեն։ Արդար դատաքննության սկզբունքների լիակատար խախտման պայմաններում կայացվել են դատավճիռներ, որոնք մինչ օրս անգամ չեն տրամադրվել կալանավորվածներին եւ նրանց անկախ փաստաբաններին, ինչը փաստացի խոչընդոտում է նրանց իրավունքը դիմելու միջազգային ատյաններին։ Իսկ Ադրբեջանի կառավարության պահանջով երկրում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության գործունեության դադարեցումը հայ գերիներին զրկել է միջազգային մարդասիրական որևէ մեխանիզմից։ Այս նամակում հստակ նկարագրված են մարդասիրական խնդիրները, հատկապես հրատապ գերիների ազատ չարձակման խնդիրը։ Քաղաքասարակությունը բազմիցս վերահաստատում է, որ մարդասիրական հարցերի լուծումը դա վստահություն ստեղծող, վերականգնող միջոցառում է, առանց որի հնարավոր չէ հասնել խաղաղության։ Ադրբեջանում Կարմիր խաչի գրասենյակի փակումից հետո գերիների վիճակը վատթարացել է։ Վստահ են նրանց հարազատները, որ մնացել են Բաքվում պահվող 19 հայի ճակատագրի եւ կացության վերաբերյալ խորը անորոշության մեջ։ Այսպես շարունակվի վախ ունեն, թե ավելի կխորանան իրենց հարազատների տառապանքները, կմեծանան նրանց կյանքի ու ֆիզիկական անձեռնմխելիության նկատմամբ սպառնալիքները։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ընտանիքի հետ զրույցում էր օրերս հայտնել, թե իրեն եւ մյուս գերիներին տեղափոխել են Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության քննչական մեկուսարանից, թե ուր սկզբում չգիտեին։ Հարազատները ավելի ուշ են տեղեկացել Ումբակի բանտային համալիր։ Հաճախ եմ մտածում այն մասին, թե որքան արագ ընթացակարգեր, լիազորություններ, բանակցություններ բառերի հետևում անհետանում է մարդը։ Եվ խոսքը միայն Ռուբենի մասին չէ, խոսքը բոլոր հայ գերիների եւ նրանց ընտանիքների մասին է, որոնք արդեն գրեթե 3 տարի ապրում են հույսի եւ անհայտության արանքում։ Դրան չի կարելի հարմարվել։ Ազատություն հայ ռազմագերիներին 3 հայտարարել են եվրոպացի օրենսդիրները, գուցե պատահական ժամանակային համընկմամբ։ Եվրոպական խորհրդարանում Հայաստանի վերաբերյալ հերթական բանաձևն են ընդունել Բաքվի իշխանություններին հասցնելով կոչը։ Աջակցություն Հայաստանում ժողովրդավարության դիմակայությանը Եվրոպական խորհրդարանն է բանաձև ընդունել ձայների ճնշող մեծամասնությամբ 476 կողմ, 47 դեմ եւ նույնքան ձեռնպահ։ Բանաձևով Եվրոպայի օրենսդիրը վերահաստատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների նկատմամբ իր աջակցությունը, այդ թվում ինքնությունը, սեփականությունն ու մշակութային ժառանգության պաշտպանությունը, ինչպես նաեւ նրանց անվտանգ, անխոչնդոտ եւ արժանապատիվ վերադարձը համապատասխան միջազգային երաշխիքների ներքո։ Եվրոպական պալատի փաստաթուղթն ի դեպ արդեն արձագանք է ստացել Բաքվում։ Ադրբեջանում Եվրամիության դեսպանին կանչել են արտգործնախարարություն ու բողոքի նոտա ներկայացրել, կասեցնում են Եվրախորհրդարանի հետ հարաբերությունները։ Որքան էլ այսպես ամբագորգոր հայտարարություններ են հնչեցնում, բողոքի նոտաներ են հնչեցնում, բայց դա կոշտ ճգնաժամք է դերևս, հարաբերություններում դա կարող է որպես ազդանշան լինել լարվածության, բայց որպես այդպիսին հասկանալի է, որ Ադրբեջանի կողմից սովորաբար սրանք արվում են ինչի համար, որպեսզի ցույց տան, որ ԵՄ հայտարարություններում մարդու իրավունքների կամ ժողովրդավարության մասին իրենց պատկերացումները այլ է, որ Արցախի հարցը փակված է, իսկ Լեռնային Ղարաբաղի թեմայով դիրքորոշումներ Եվրոմիությունը չպետք է արտահայտի։ Հայկական կողմը այս մասով, գիտեք, շատ пассив քաղաքականություն է որդեգրել, ընդհանրապես ձայն բարբառ անապատի վիճակ է, ստացվում է, որ վերպետական կառույցներն են զբաղվում նման բանաձևերի մշակմամբ եւ հայտարարություններով եւ ստացվում է, որ Բաքուն է միայն արձագանքում։ Ադրբեջանը բարեկամական եւ բարիդրացիական հարաբերություններ ունի իր բոլոր հարևանների, այդ թվում Հայաստանի հետ, հայտարարել է Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Ելույթ ունենալով օկուպացված Ստեփանակերտի համալսարանում դիվանագիտական կորպուսի առջև Հաջիևը նշել է, թե իրենք նայում են դեպի խաղաղությամբ լի ապագա Ադրբեջանի եւ ամբողջ տարածաշրջանի համար։ Նա նաեւ ընդգծել է, թե պաշտոնական Բաքվի արտաքին քաղաքականության հայեցակարգում բոլոր հարևանների հետ բարիդրացիական եւ խաղաղ հարաբերությունները Ադրբեջանի համար թիվ 1 առաջնահերթությունն են։ Հաջիևը նաև անդրադարձել է Մուստաֆայևի Հայաստան այցին, այն որակելով որպես պատմական իրադարձություն։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրիան Ասպոլարիչի հետ քննարկել է տարածաշրջանում Կարմիր խաչի հումանիտար գործունեությունը եւ Բաքվի ու Երևանի միջև խաղաղության գործընթացը։ Հանդիպմանը ընդգծվել է, որ Ադրբեջանի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև համագործակցությունը կրում է երկարաժամկետ բնույթ եւ հիմնված է վստահության վրա։ Նշվել է կողմերի միջև մշտական շփումների նշանակությունը, ասված է հաղորդագրության մեջ։ Ադրբեջանցի նախարարը նաեւ տեղեկացրել է կոմիտեի նախագահին Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման եւ փոխադարձ վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների մասին։ Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Աշխատավորի օրվա առիթով այսօր գունեղ շքերթ է տեղի ունեցել Հանրապետության հրապարակում։ Տարբեր ընկերությունների ներկայացուցիչներ իրենց բրենդների հետ ասոցացվող հագուստներով եւ մեքենաներով տոնական երաժշտության ուղեկցությամբ անցել են հրապարակով։ Միջոցառմանը ներկա են գտնվել բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր շփվել են շքերթի մասնակիցների եւ հրապարակում հավաքված քաղաքացիների հետ։ Միջոցառման նպատակը հին տոնի նորովի ներկայացումն է, նոր ժամանակների ոճով, նոր աշխատավորության պրիզմայով։ Իսկ խոշոր բիզնեսի համար սա եւս մեկ առիթ է գովազդի համար։ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է աշխատանքի օրվա առթիվ եւ իր ուղերձում նշել, որ Հայաստանում ծայրահեղ աղքատությունը գտնվում է վերացման շեմին եւ մոտ ապագայում կարող է պաշտոնապես վերացված համարվել։ Ինչպես նաեւ շնորհակալություն է հայտնել երկրում աշխատող, արժեք ստեղծող եւ օրենքով սահմանված հարկերն ու տուրքերը վճարող բոլոր քաղաքացիներին, անկախ նրանց գործունեության ձևից։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ Ռուսաստանում ջերմուկ հանքային ջրի շուրջ առաջացած խնդիրը ունի զուտ տեխնիկական բնույթ եւ որևէ քաղաքական ենթատեքստ չի պարունակում, նշելով, որ որակի կամ համակարգային խնդիր չի տեսնում, մինչդեռ ռուսական կողմը խմբականակի արգելափակումը բացատրել է մակնշման կամ տեխնիկական համապատասխանության հարցերով, ինչը հանրային քննարկումների առիթ էր դարձել։ Բնակարանների վարձակալության գները շարունակաբար աճում են լուրջ խնդիրներ ստեղծելով թե երիտասարդ ընտանիքների, թե ուսանողների համար։ Ինչու են գները բարձրանում եւ արդյոք սպասվում է կայունացում։ Անշարժ գույքի մասնագետների խոսքով հիմնական պատճառը պահանջարկի կտրուկ աճն է։ 2022 թվականից հետո Հայաստան ներգաղթած հազարավոր օտարերկրացիներ, հատկապես Ռուսաստանից, էապես փոխեցին շուկան, բարձրացնելով վարձավճարները։ Մյուս կարևոր գործոնը տնտեսական ակտիվությունն է։ ՏՏ ոլորտի զարգացումը եւ բարձր վարձատրվող մասնագետների հոսքը նույնպես նպաստում է գների բարձր մակարդակի պահպանմանը։ Բացի այդ, շինարարության արժեքի աճը շինանյութերի թանկացման պատճառով նույնպես իր ազդեցությունն է ունենում։ Շուկայի վրա ազդում են նաև պետական ծրագրերը։ Հիպոթեքային արտոնությունների շնորհիվ տարիներ շարունակ ակտիվ շինարարություն է իրականացվել, ինչը որոշ չափով մեծացրել է առաջարկը, բայց պահանջարկը շարունակում է գերակշռել։ Որ նախ առաջինը նոր խաղացողները չգային շուկա եւ այլ ավելի բարդացնեն իրավիճակը եւ երկրորդը հիմա եւ ամենակարևորը որ քանի որ չենք թույլ տվել այդ կայուն գնանկումը մենք հիմա վտանգ ունենք քաոսային գնանկման որը որ շուկան կվնասի պետությունը վարձերի անկման վրա ազդեցություն թողեց այս տարվանից որ հայտարարագրումը հարկային պարտադիր Զինված ուժերում բռնությունը շարունակում է մնալ զգայուն եւ մտահոգիչ թեմա առաջ բերելով հարցեր կարգապահության, մարդու իրավունքների եւ վերահսկողության վերաբերյալ։ Վարչապետն օրեր առաջ նշել է, որ ինքնասպանության որոշումը վկայում է բանակում հոգեբանական դիմակայության խնդիրների մասին, սակայն մասնագետների կարծիքով պատկան մարմինների ինքնասպանությունների պատճառների խորքային ուսումնասիրություն չեն իրականացնում։ Պետությունը ունի հստակ պարտավորություն իր հսկողության ներքո գտնվող անձանց կյանքի իրավունքը ապահովելու եւ անձանց հոգեբանական դիմակայության վրա հիմնական շեշտադրում անելը ակնհայտորեն չի պարզաբանում կամ հնարավորություն է ստեղծում պետությանը խուսափել իր պատասխանատվությունից։ 2025 թվականին զինված ուժերի եւ այլ զորքերի զորամասերում ըստ պաշտոնական տվյալների արձանագրվել է 2248 դեպք, նախորդ տարվա 2093-ի դիմաց։ ՄԻՊ-ը արձանագրել է համակարգային խնդիրներ հիմնականում առողջության պահպանման իրավունքի ապահովման ոլորտում։ Պաշտպանի աշխատակազմ ստացված մոտ 900 բողոքներից 144-ը վերաբերել է հենց այս խնդրին։
Խնդիրների մի մասը վերաբերել են կարգապահական տույժերի հետ կապված հարցերին։ Համակարգային խնդիրներից են կադրային համալրվածության պակասը, օրինակ հոգեբանների եւ սպա իրավաբանների հաստիկների թերի համալրվածության հարցը։ Մասնագետների բանակում ինքնասպանությունների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ որոշմանը բերող իրավիճակները ձևավորվում են երկար ժամանակում։ Խոսքը վերաբերում է նվաստացումների եւ բռնության դեպքերին։ Նրանց խոսքով որոշ դեպքերում հրամկազմը անգործություն է ցուցաբերում։ Եթե մարտական հերթապահություն է իրականացնում անձը, բայց քնում է, ասենք, ենթադրվում է, որ այդ անձը արժանի է համապատասխան վերաբերմունքի։ Համաձայնագետները եւ հրամանատարությունը արդյունքում չի միջամտում կանխելու նման վերաբերմունքը, ոչ էլ այլ քայլեր է ձեռնարկում հասկանալու կամ փոխելու այդ վարքագիծը։ Մասնագետները կարևորում են նման դեպքերում կանխարգելման աշխատանքները, նշելով, որ դրանք թերի են իրականացվում։ ՄԻՊ-ի գնահատմամբ որոշ դեպքերում նույնիսկ քննությունը բավարար չի իրականացվել։ Ասում են, թե մշտադիտարկումների ընթացքում զինվորներն են բարձրաձայնում իրենց մոտ առկա խնդիրների մասին։ ՄԻՊ-ը արձանագրում է, որ բռնության նվաստացման, ոչ կանոնադրական հարաբերությունների, անգամ մահվան դեպքերի հիմքում հաճախ կանգնած են կարգապահական խախտումներ եւ ոչ իրավաչափ վարքագիծը, եւ քրեական ենթամշակույթը նպաստում է հենց այդ միջավայրի ձևավորմանը։ Պետք է զորակոչվող անձանց վերաբերյալ ստացվեն բավարար տեղեկություններ եւ դրանք բնականաբար հետագայում հնարավորություն կտան հրամանատարությանը անհատական աշխատանքներ տանել այս դեպքում քրեական ենթամշակույթ կրող խմբերի հետ։ Այսպիսով զինված ուժերում բռնության եւ ինքնասպանությունների խնդիրը պահանջում է խորքային լուծումներ։ Մասնագետների դիտարկմամբ առանց արդյունավետ վերահսկողության, կանխարգելման եւ պատասխանատվության մեխանիզմների իրավիճակի փոփոխությունը դժվար է պատկերացնել։ ԱՄՆ-ն ակնարկել է, որ մտադիր է իր զորքերը դուրս բերել Իտալիայից եւ Իսպանիայից։ Հիշեցնենք, որ այս երկրները արգելել էին ԱՄՆ-ին իրենց բազաներն օգտագործել Իրանի դեմ հարվածների համար։ Օրեր առաջ էլ Թրամփը հայտարարել էր Գերմանիայից իր զորքերը հանելու մտադրության մասին։ Ես կարող եմ դա անել, եւ ինչու ոչ, Իտալիան մեզ Իրանի դեմ պատերազմում ընդհանրապես չի օգնել, իսկ Իսպանիան իրեն սարսափելի է պահել։ Միացյալ Նահանգների Իրանի դեմ իրականացրած գործողության իրական արժեքը հասնում է գրեթե 50 միլիարդ դոլարի, ինչը մոտավորապես 2 անգամ գերազանցում է Պենտագոնի հրապարակային գնահատականը։ Հաղորդում է CBS News հեռուստաալիքը հղում անելով ներքին գնահատականներին ծանոթ ամերիկացի պաշտոնյաների։ Պենտագոնի ներկայացուցիչները էպիկական ցասում գործողության արժեքը գնահատել են մոտ 25 միլիարդ դոլար, եւ այդ գումարում ներառված են բացառապես զինամթերքի ծախսերը, նշել են աղբյուրները։ Նրանց խոսքով ամերիկացի պաշտոնյաները, որոնք ծանոթ են ներքին գնահատականներին, հաշվարկել են, որ այս պահին ռազմական գործողության արժեքը մոտենում է 50 միլիարդ դոլարի, եւ այս գումարը ներառում է նաեւ վնասված կամ ոչնչացված ռազմական տեխնիկայից եւ տարբեր օբյեկտներից առաջացած կորուստները։ Միացյալ Նահանգները Եվրոպայում տեղակայել է մոտ 80,000 իր զինծառայողների, սակայն այդ զորակազմի թվաքանակն ու կառուցվածքը մշտապես ճշգրտվում են, հաշվի առնելով միջազգային իրավիճակի փոփոխությունները, հայտնել է ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարության ներկայացուցիչը։ Նրա խոսքով զինծառայողներից մոտ 38,000-ը մշտական եւ ռոտացիոն հիմունքներով գտնվում են Գերմանիայում։ Ներկայացուցիչը նաեւ նշել է, որ իրենք ծերտորեն խորհրդակցում են ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ երաշխավորելու զսպման եւ պաշտպանության պատշաճ հավաքական կառուցվածքի եւ ուժերի թվաքանակի ապահովումը։ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները քննարկում են հրադադարի հարցը պատժամիջոցների մեղմացման դիմաց, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները, նշում են, որ նրանք ցանկանում են ինչ-որ պահի պայմանավորվել մեկ շաբաթյա զինադադարի մասին եւ դրա դիմաց մասնակիորեն հանել պատժամիջոցները։ Ամերիկան լուրեր կստանա ճակատում տիրող լռության մասին, Պուտինը պատժամիջոցների մասնակի թույլատում եւ համապատասխան մեծ եկամուտներ, այսինքն ըստ էության տեղի է ունենում առևտուր առանց անվտանգության որևէ երաշխիքի, ինչը չի կարող գոհացնել ուկրաինացիներին, գրում են լրատվամիջոցները։ Գիշերը ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վնասվել են Օդեսայի նավահանգստային ենթակառուցվածքները։ Հարձակման հետևանքով վնասվել են բարձրահարկ բնակելի շենքեր, կան վիրավորներ։ Հարվածները վնաս են հասցրել նավամատույցին եւ պահեստային կառույցներին։ Ուկրաինական ԱԹՍ-ներն էլ վերջին շաբաթվա ընթացքում 4-րդ անգամ հարվածել են Ռուսաստանի Տուապսայ նավահանգստին։ Հարվածների հետևանքով հրդեհ է առաջացել ծովային տերմինալում, տուժածներ չկան։
Հերթական ողբերգական դեպքը Միացյալ Նահանգների կրթօջախներից մեկում։ Տակոմայի Հենրի Ֆոսի դպրոցում աշակերտներից մեկը դանակահարել ու վիրավորել է անվտանգության աշխատակցի եւ 4 աշակերտի։ Կատաղած աշակերտը ձերբակալվել է տեղում եւ հանձնվել բժիշկներին։ Տուժածներից 4-ը գտնվում են ծանր վիճակում։ Բոլոր տուժածներն ու կասկածյալը տեղափոխվել են տեղական դպրոցներ։ Դպրոցը տեղափոխվել է լոքդաունի ռեժիմի, աշակերտներին տարհանել են եւ հանձնել ծնողներին։ Դպրոցի աշխատանքը վերսկսվելու է մայիսի 4-ից լրացուցիչ հոգեբանների եւ աջակցության աշխատակիցների ներգրավմամբ։ Ապրիլի 39-38-ամյա Արամայիսը շաքման բետոնախառնիչով հյուսիսարավ ճանապարհին աշտարակ ագրակ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու կողաշրջվել։ Ժամանել են փրկարարծառայության աշտարակի շրջփրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի առաջին վաշտի առաջին դասակի բարեկները։ Երկրորդ վերամբարձ կռունկը 4 բեռնատարներ փորձում են դարձի բերեն, բայց այս 2 ժամ է մարդիկ տանջվում են, քաղաքացիները։ Իրար հետ հավասար պիտի տրոսներ են, որ կապած է բեռնատարներին ու վերամբարձ կռունկին, որպեսզի կարողանան ուղղեն։ Մայիսի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Մայրաքաղաքում։ Տեղեկություններ տարածվեցին, որ Երևանի կենտրոնաբանական այգում պահվող զեբրը վանդակից դուրս է եկել հայտնվել Միասնիկյան պողոտայում։ Արդեն հետո պարզվեց, որ քաղաքացին իրեն պատկանող ավանակին ներկել է զոլերով ու տեսանյութ նկարահանելու համար Միասնիկյան պողոտա տարել։ Քաղաքապետարանից են հայտնել, որ կենտրոնաբանական այգու զեբրերն ապահով են, իրենց ազատ ավանդակում են։ Այ տղա, ատա մատիկին ինչ ես քաշել, զեբրները չես ջոբու։ Բալահովիտի ջրատարն է գյուղով անցնող երբեմնի մաքուր ջրատարներից ոչինչ չի մնացել, որոշ տների սանհանգույցներից դուրս թափվող ջուրը լցվում է այստեղ, ստեղծում հակասանիտարական ու գարշահոտ վիճակ։ Ես այստեղ հələ այդքան բան չի, քիչ է այստեղ։ Դեպի վերև ակա, դեպի վերև 1 կիլոմետր մոտավորապես։ Ու էլի նույն վիճակն է ու ավելի վտանգ է։ Նայ, բնակելի ոչ միայն սեփական տները, այլ նաև բարձրակ շենքեր է։ Ու այդ հոտը այդտեղ էլ է տարածվում, էլի։ Բնակիչներն ասում են, տարիներ առաջ այդ ջրատարներն այնքան մաքուր էին, որ իրենց ծնողները ջուրն օգտագործում էին, նույնիսկ լվացք անում։ Հիմա դրանցում ամբողջը տիղմ է, ճահճացման վտանգ կա։ Ես 46 թվականից ծնված եմ։ Հա։ Պարկում ենք ընդ գետի ջուրը խմում ենք։ Մաքուր ջուրեր է, զուլալ։ Վերցում տանում ենք, տները օգտագործում ենք, խնոցին հարում, մնացած բաները։ Տեխնիկաներով, ինչպես որ ժամանակին արվել է սովետական տարիներին, մաքրվի եւ արգելվի, որպեսի որոշ վայ բնակիչներ իրենց սանհանգույցների խողովակներից դուրս եկող կեղտաջուրը թողեն լցվի սրա մեջ։ Կոտայքի մարզպետին, Աբովյանի քաղաքապետին, Բալահովիտի գյուղապետին են դիմել, սակայն ըստ բնակիչների հասած տեղեկությունների դրա մաքրման ու շահագործման պատասխանատուն ջրային կոմիտեն է։ Հիմա բալահովիտցիներ պահանջում են, որ օր առաջ մաքրվի ջրատարը համաճարակից խուսափելու համար։